Եթերում հեռանկարն է։ Վերջին շաբաթները ակտիվ էին Թուրքիայի ներքաղաքական կյանքում։ Հիմա կարծես իրավիճակը հարաբերականորեն հանգիստ է, բայց ինչ գործընթացներ են տեղի ունենում, ինչ ազդեցություն կարող են դրանք ունենալ։ Այս մասին զրուցենք Ստամբուլում գործող Ակոս պարբերականի խմբագիր Բագրատ Էստուքյանի հետ, ով մեզ միացել է հեռավար։ Շնորհակալություն պարոն Էստուքյան մեզ միանալու համար։ Նախ սկսենք այն իրավիճակից, թե ինչպիսին է հիմա այն, արդյոք ավելի ակտիվ է, թե նոր իրադարձություններ կարող են լինել։ Նոր իրադարձություններու հավանականությունը միշտ արգա է Թուրքիո մեջ, որովհետև իշխող կառավարությունը նախագահ Էրդողանի գլխավորած իշխանությունը դժվար օրեր կանցնի։ Իրեն թեմ ժողովրդի զորակցությունը զգալիորեն նվազած է եւ ինք այդ բոլորը կանխելու համար, այդ նվազումը կանխելու համար գտիմ է արտակարգ բռնի միջոցներով։ Արտակարգ բռնի միջոցները սելով գագնարգեմ ամենափոքր, ամենաթեթև փողոքի ցույցերում ծանր բաժներով թիմավորվելու երևույթը։ Սաբահուն 297-96 աշակերտներ, ուսանողներ փանդարգված են, ցերպակալված են եւ պիտի սպասեն դատավարության։ Քանի օր առաջ անոնց թիվը 316 մինչև բարձրացած էր, հետո 301 եղավ եւ այս պահունա 296։ Քանի ազդակներով 5-6 հոգի ազատ արձակվեցան, բայց մնացյալները կմնան ջաղերու ետին եւ կսպասեն դատավարության օրը։ Իսկ ինչ մեղադրանք կհարուցվի իրենց դեմ, անկարգություն բարձրապես, անկարգության մեղադրանք, այսինքն ոստիկանները ծրվեց է գսած են եւ առնգալ չեն ծրված։ Այս պատճառ է, որովհետեւ ահագին մարդ պերման ենթարկվի։ Համալսարաններու մեջ երևեփումը սկսած է, ինչ որ մինչև մոտ անցյալ բավական խաղաղ էին Թուրքիո համալսարանները, բախտած նախկին դարիներու անցյալին Թուրքիո մեջ համալսարանները եւ առհասարակ երիտասարդությունը քեր զգայուն եղած են երկրի քաղաքական անցուդարձերուն հանդեպ, բայց շնորհիվ այս խիստ կանխամիջոցներուն կարծես թե որոշ չափով չեզոքացած էին համալսարանական երիտասարդներու այդ մորթումները, բայց հիմա պատկերը հակառակին շրջված է եւ համալսարաններու մեջ որոշ երևեփումը նկատելի է։ Անկարգությունը իրականության մեջ կուքա ոչ թե ինտիմատիր շրջանակներեն, այլ իշխանության են, որովհետև իշխանության շրջանակներն է, որ իրենց հսկողության տակ բահած թադական համագարկով կփորձեն ամեն տեսակ անհավատալի մեղադրանքներով մարդիկ չեզոքացնել։ Այստեղ ամենակարևոր թեմքը Իստանբուլի քաղաքապետն էր, Իստանբուլի քաղաքապետը, որ նախորդ բոլոր ընտրություններում հաղթանակով դուրս եկած էր իր մրցակիցներուն դեմ եւ հիմա անգահավակներ նախագահության թեկնածու դառնալու։ Իր անդամակցած ժողովրդի հանրապետական կուսակցությունը որոշում կայացուց, որ իր նախագահի թեկնածուն պիտի Իստանբուլի քաղաքապետը Էքրեմ Իմամօղլուն։ Հիմա այսպիսի իրավիճակում, երբ որ իշխանությունները այդ գործողություններն են ձեռնարկում, մյուս կողմից էլ տեսնում ենք, որ նաև համալսարաններում է ակտիվությունը տարածվում, այս իրավիճակում որքանով են հավանական քաղաքական փոփոխությունները, իշխանափոխությունը առաջիկա նախագահական ընտրություններում։ Առաջիկա նախագահական ընտրությունները իր փուն թվականով 2028-ին պիտի կայանան, բայց ընդդիմությունը կպահանջի կանխահաս ընտրություն։ Եթե կանխահաս ընտրություն կամ նույնիսկ եթե ճշտված թվականին ընտրություններ տեղի ունենան, շատ հավանական է, որ Էրդողան պիտի չկարենա բախել իր վարկը եւ պիտի զիջի ընդդիմության դեմ։ Երևույթները հանրային կարծիք շոշափող հարցախույզները այս դրամատրությունը կստեղծեն, այդ կբարձեն ժողովրդին դիմացալ, այսինքն հավանաբար իշխանափոխությունը տեղի պիտի ունենա։
եթե ոչ կանխահաս, կոնե ճշտված թվականին, այսինքն 2028-ի քառնան, այդ ընդրությունը եթե գայանա, Թուրքիայի մեջ իշխանափոխություն դեղի պիտի ունենա։ Ինչպես նկատել էինք, Իմամօղլուի դեմ այս իրադարձությունները նոր չէ, որ սկսվել են, դեռ քաղաքապետի ընտրությունների ժամանակ արդեն կային, նույնիսկ կրկնակի ընտրություն տեղի ունեցավ եւ Իմամօղլուն նորից ընտրվեց։ Հիմա Իմամօղլուի նկատմամբ նաեւ այլ գործողություններ արվեցին, նրա դիպլոմը անվավեր ճանաչվեց։ Այս իրավիճակում որքանով կկարողանա առավել հզոր գտնվել Իմամօղլուն եւ առաջիկա ընտրություններում մասնակցել։ Դեսեք, բոլոր այս ճնշումները Իմամօղլուի վարկը փաստացնող հետևանք կստեղծեն։ Այսինքն որքան որ այսպես արհեստական արկերկներ հարուցվի իր թեմ, ժողովրդին մեջ Իմամօղլուի հանդեպ համակրանքը կբարձրանա։ Սա զրկված անձի զորակցելու հոգեբանություն մնե նաև։ Ինչ որ այդ հոգեբանութենեն անցյալին օգտված էր այսօրվա նախագահը։ Անալ իր գարկին որոշ ջնշումներու դիմաց միշտ զրկանքներ աբրազեր եւ այդ զրկանքները իրեն նվաստած էին։ Այսօր կարծես թե բանությունը գգրտնվի հագարակ դեպքով։ Ինք բռնագալ մի եղած այսօր անցյալին դուժած նախագահը եւ հիմա ինք բռնություն գործադրե, բայց իր թեմ կանգնող ընդդիմադիր ուժնալ այդ զրկանքներու հետևանքով ալավելի ուժեր կստանա։ Տնտեսական իրավիճակը Թուրքիայում դեռ տարիներ առաջ որոշակի դժգոհություններ էր հարուցում։ Հիմա ինչպիսին է իրավիճակը։ Դժբախտաբար այդ դժվար դանելի պայմանները ալավելի գծանանան։ Դակավին 2 օր առաջ հայտարարվեցավ էլեկտրական հոսանքի վրա 25%-ի սղաճը։ Փամը որ մարդոց համար իսկապես հետսեդե կյանքը անդանելի կդարձնե։ Այսօր տնտեսագետներ նույնիսկ հաշվարկելու մեջ կդժվարանան, թե Թուրքիո բնակչությունը ինչպես կհաջողի իր կյանքը շարունակել այս սղաճի մեջ, որովհետև մարդիկ հաշվի կառնեն միջին ստացված աշխատավարձքը եւ ադոր փոխարենա նկատի կունենան անհրաժեշտ ծախսերու գումարը եւ կտեսնեն, որ նույնիսկ անօգնության սովի աստիճանին հասած է այդ ստացված աշխատավարձքի քնելու կարողությունը։ Ամեն ինչ շուկայի վրա սղած է, երկրի հողատնտեսությունը գրեթե ոչնչացած է, անասնաբահությունը գրեթե ոչնչացած է, բնական բաշարները գտալանվին օդար երկրիա հետազոտողներու միջոցով եւ իսկապես տնտեսագետներ զարմանալով կտեսնեն, թե ժողովուրդը դակավին ինչպես կրնա իր գոյությունը բահել այս երկրի մեջ։ Անշուշտ այդ հույսը գործընծուծած ահագին երիտասարդություն, համալսարանավարտ երիտասարդություն, իրենց բոլոր ուշադրությունը սևեռած են արտագաղթելու վրա։ Անոնք կուզեն Կանադա երթալ, կուզեն Միացյալ Նահանգներ երթալ, կուզեն եվրոպական երկիրներ գլխավորությամբ Գերմանիա կամ Ֆրանսիայի երթալ եւ հոն նոր կյանք ձևավորել, քանի որ այլևս հույս չունին իրենց հարազատ երկրի մեջ աբակա գերգելու մասին։ Մենք նկատում ենք, որ Էրդողանը փորձում է արտաքին աշխարհում ունեցած հաջողություններով մեղմացնել ներքին դժգոհությունները եւ կանխել այդ քաղաքական իրադարձությունների իր համար վատ ելքը, բայց որքանով է դա հաջողվում։ Շատ վիճելի է արտաքին քաղաքականության մեջ ցերկերունները կամ հաջողությունները թեման ընդհանրակը արտաքին շփումներու մեջ Թուրքիա եւս վարգազրկված է։ Դակավին դարձյալ 2 կամ 3 օրեր առաջ էր, որ կենտրոնական Ասիո 3 հանրապետությունները Թուրքմենստանը, Կազախստանը եւ Կիրգիզստանը որոշեցին թեսպանադում բանալ Կիպրոսի մեջ։ Սա Թուրքիո հասցեին շատ լուրջ գորուսն կհամարվի, քանի որ անոնք չեն ճանչտար, պաշտոնապես չեն ճանչտար
Գիբրոսի քրավյալ դարածքի վրա հիմնված հյուսիսային Գիբրոսի թուրքական հանրապետությունը, բայց պաշտոնապես կճանչնան Գիբրոսը, բամը որ Թուրքիան պաշտոնապես չճանչնան, բայց Թուրքիա պաշտոնապես չճանչնալ նշանակություն չունի, որովհետև Գիբրոսը վերջապես Եվրոմիության անդամ պետություն մնե, Հունաստանեն զատ անկախ պետություն մնե, այդպես էլ թուրքերու քրավում են առաջալ 1974 թվականին առաջալ Գիբրոսը անկախ պետություն մներ, բայց Թուրքիան երբեք այս գաղափարին հետ չէր գրծած համոզվել։ Այդտեղը համարած էր Հունաստանի ենթակա գառույցը, բայց համաշխարհային դիվանագիտական ըմբռնումը այդպես չմերձեներ այդ խնդրին, հետևաբար մարդիկ կշփվին Գիբրոսի պետության հետ առանց նկատի ունենալու այդ գղզիի քրավյալ հյուսիսային հատվածը, որ իբրև թե դե ֆակտո զատ հանրապետություն մնե։ Անգլմանի Արցախի հանրապետության, որ դե ֆակտո հրճակված է, բայց ճանաչում չէր դեսած որևէ երկրի կողմէ, նույնիսկ Հայաստանի կողմէ, իսկ հյուսիսային Գիբրոսի հանրապետությունն ալ նույն ընթացքն է, ի տարբերություն այն, որ Թուրքիան կոնե այդ տեղը դիժանչնա իբրև անկախ պետություն, բայց անկախ պետությունը շելով այդ ալ պետք է չագերդի մեջ դիտել, որովհետև այդ երկրի մեջ կգործե թուրքական տրամանիշը, ահագին օժանդակություն կփոխա Թուրքիայի դեպի Գիբրոս եւ այդ տեղի բնակչությունն ալ ցեվափոխված է, դեղացի գիբրացի թուրքերը փոքրամասնության վերածված են, անոնց ահագին քաղաքականներ տեղափոխված են դեպի Գիբրոս Թուրքիայեն եւ այդտեղի բնակչության հավասարակշռություններն ալ խանգարված են այլևս։ Արդյոք հայ համայնքը միասնական մոտեցում ունի Թուրքիայում տեղի ունեցող ներքին իրադարձությունների մասին։ Ոչ, դժվար է միասնական մոտեցում, բայց կրնանք մեծամասնության հագումներուն մասին խոսիլ։ Այդ ասելով ես կարգնարկեմ, որ Թուրքիա Սաբահուն Թուրքիո բնակ հայերու մեծամասնությունը հետսեդե ընտիմության գզորակցին, ընտիմության զորանալու ցկտում ունին, բայց համայնքի իշխանությունները այդ ամբողջի մեջ փոքրամասնություն մգազմող համայնքի ղեկավարող տասագարկը հավատարիմ է իշխանության եւ անոնք կուզեն իշխանության զուգահեռ գեցված որտեքրել, բայց ժողովրդի մեծամասնությունը նույն գարզիկին չէ։ Դուք ինչպես եք դիտարկում հայ-թուրքական հարաբերությունները եւ այս իրավիճակում դրանք ինչպիսի ազդեցություն կարող են ունենալ դրանց վրա։ Սաբահուն արդեն Թուրքիա-Հայաստան հարաբերությունը գրեթե գոյություն չունի։ Գրեթե գոյություն չունի գսեմ, որովհետև ի ըսպար դուրս եկավ երկու բանակնացներու հանդիպումները, գիտեք Ռուբեն Ռուբինյան եւ Սերդար Կլիչ, երկու պետությունները ներկայացնելով հերթական շփումներ ունեցան, բայց անոնց մեալ որևէ արդյունք դուրս չեկավ։ Թուրքիան դակավին գիշարնակե Հայաստանի թեմ շրջապագում կործատրել, շրջապագման մեջ կբահե Հայաստանը, սահմանը պագե և այդ ուղղությունով որևէ աշխատության մասինալ ապացույցը, արձագանքը, լսումը տեղի չունենար։ Գարձեստը այդպիսի խնդիրը գոյություն չունի ըստ Թուրքիո։ Նախորդ ամիսներին հանդիպում տեղի ունեցավ, մենք տեսանք, որ վերջին շրջանում նաև Մարգարայի այդ կողմից սահմանը բացվեց դեպի Սիրիա հումանիտար օգնություն տանելու համար, բայց այս իրադարձությունները արդյոք չեն նպաստում նրան, որ գոնե նախապատրաստական աշխատանքներ լինեն հնարավոր իրավիճակում հարաբերությունների կարգավորման համար։ Դեսեք, անշուշտ մենք չենք կրնարկիտնալ, թե պետական մագարտակով ինչ աշխատանք դարվի, քանի որ այդ նյութերը առհասարակ չեն կնարգվիր։ Ոչ նախարարությունները հայտարարություններ գնեն, ոչ ալ մամուլը կանտրատարնա այս նյութերուն։ Այս մասին խորհրդակցող շնագակիրներ առհասարակ չկան։ Միայն մենք ենք, որ այս նյութերը կշոշափենք հայ մամուլ, բայց մեր խոսքերն ալ ինչ արձագանքի գարժանանան ընդհանուրին կողմը, ադալ հստակ չէ։
մեր բնդումներուն եկած փոխադարձ խոսքեր ընդհանրապես չենք տեսել։ Հետևաբար դեղյակ չենք, միգուցե արտաքին գործոս նախարարության սահմաններում մեջ որոշ աշխատանքներ գդարվին, բայց որքան ադեմ որ այդ աշխատանքները չեն հրաբարակվիր, մենք արդեն դեղյակ չենք։ Այստեղ էին թուրքական լրատվամիջոցների մի շարք ներկայացուցիչներ եւ բնականաբար վերադառնալուց հետո անդրադարձներ են եղել տարբեր։ Ընդհանուր առմամբ դիտարկումները ինչպիսին էին Հայաստանում տեղի ունեցած հարցազրույցներից հետո։ Հայաստանում տեղի ունեցած հարցազրույցները դիտարկումները կարելի է բաժնել երկու մասի։ Մեկ մասը արդեն կանխաբաշարված միտքերով լեցուն մարդիկ էին, որոնք նաև շփումներ ունեին Ադրբեջանի հետ եւ անոնք իրենց դեսած բոլոր թրական զարգացումները եւս հարցական կդան կասկածի դակտրին։ Իսկ անոնք փոխարեն այդ խմբագին մեջ կար ինտիմատիվ մամուլի ներկայացուցիչներ կամ ավելի ճիշտ ասած անկախ մամուլի ներկայացուցիչներ, որոնք ավելի թրական մերձեցումով խոսեցան թե վարչապետ Փաշինյանի ելույթին մասին եւ թե ընդհանրապես Հայաստանի մեջ դիրող իրավիճակին մասին, մերձեցումներուն մասին, հասարակության մերձեցումներուն մասին։ Այն, որ Ադրբեջանը շարունակում է որոշակի ազդեցություն ունենալ Թուրքիայի վրա, մենք տեսնում ենք նաև հայ-թուրքական հարաբերությունների հետ կապված իրավիճակում, բայց նաև հակառակը կա, Թուրքիան ազդեցություն ունի Ադրբեջանի վրա նաև իրենց քաղաքական դաշտում։ Այդուհանդերձ այս իրավիճակը նկատի ունենալով հնարավոր են վերաձևակերպումներ այդ հարաբերություններում, որոնք կարող են նաև նպաստել հայ-թուրքական հարաբերությունների նորմալացմանը։ Ոչ, որովհետև մեկ կողմեն Ադրբեջանի նախագահը 44 օրյա պատերազմի ավարտեն այս կողմ, որտեղ գրած է առավելաբաշտ մերձեցումը, առավելաբաշտ ռազմավարությունը եւ գործե կարելի եղած ամենաբարձր համեմատությունով փաներ խլել Հայաստանեն։ Սա տարածքներ գրնա ըլլալ, սա իրավունքներ գրնա ըլլալ, սա Հայաստան-Թուրքիա հարաբերություններու բնականոնացումը գրնա ըլլալ։ Այդ բոլորին դեմ Ադրբեջանը բադնեշ ըլլալով կներկայանա մեր դիմաց։ Քիչ առաջ դուք խոսեցաք մարդասիրական օգնության համար, հումանիտար օգնության համար սահմանատուրի բացման խնդիրը, հիշեցնեմ, որ այդ խնդիրը քննարկման լուրջ նյութ դարձավ, լուրջ թեմա դարձավ Ադրբեջանի մեջ, թե ինչպես կլա, որ Թուրքիան առանց մեր հավանությունը ստանալու սահմանը կպանա նույնիսկ հումանիտար օգնության համար։ Ուրեմն այդտեղ դակավին ծանր գգշրե Ադրբեջանի կորձոնը, Ադրբեջանը դակավին ցայն ունի Թուրքիո վրա։ Իսկ Թուրքիո ազդեցությունները ինչ են Ադրբեջանի դեմ, միգուցե այնինչ որ տեսանք 44 օրյա պատերազմի ընթացքին, օրինակի համար անօտաչու թռչող սարքերը Թուրքիայեն դրամատրված էին, կամ պատերազմի ռազմավարությունը ստանձնած էին թուրքիացի բարձրաստիճան զինվորականներ, սպաներ, բայց անգեթուրս արդեն իսրայելյան զենքի օժանդակությունը արդեն բավարար է Իսրայելի համար։ Այսինքն Թուրքիան այնքան մեծ լծակներ չունի Ադրբեջանի վրա, ինչ որ ան ունի Թուրքիո հանդեպ։ Շնորհակալություն պարոն Էստուքյան, ես հիշեցնեմ իմ զրուցակիցն էր Ստամբուլում գործող Ակոս պարբերականի խմբագիր Բագրատ Էստուքյանը։